Բարև ձեզ, մեր շատ սիրելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կարճ ներածական խոսքով մի քանի կարևոր թեմաների մասին խոսեմ, հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Մեր երկրում հատկապես վերջին 1-2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցող այս իրադարձությունների ֆոնին ուզում եմ մի քանի կարևոր հիշեցումներ անել, որովհետև հատկապես այս վերջին անցնող խորհրդարանական նիստերի համատեքստում ավելի շատ քննարկվում է ռազմորկաներ, քֆուրներ, այլանդակ պահվածքներ, ամեն ինչ բացի նրանից, ինչ որ այս պահին սպառնում է Հայաստանին կամ այն ամենը, ինչը կախված է այսօր Հայաստանի Հանրապետության գլխին։ 3 կարևոր ուղղություն, առաջինը բանակցային գործընթաց։ Ուր ենք հասել բանակցային գործընթացում։ Ով է առասարակ քննարկում կամ հիշում, թե որ կետին ենք հասել, որովհետև դրանից է կախված, թե ինչ է սպառնում Հայաստանին եւ ինչ է առաջիկայում սպասվում առասարակ Հայաստանի Հանրապետությանը։ Հանրության հայտարարվեց, որ բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվել են։ Փաստաթուղթը, որը բաղկացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից եւ այն պարզ հարցի պատասխանը, թե ինչու չի ստորագրում փաստաթուղթերը, մի կողմ դնենք այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են ողջ բանակցային գործընթացում, մեր հանրությունը այդ հարցի պատասխանը չի ստանում։ Երկրորդ կետը սահմանազատման, սահմանագծման գործընթաց։ Մի քանի ամիս առաջ համատեղ հայտարարություն տարածվեց Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որտեղ ըստ էության հայտարարվեց այն ուղղությունը եւ այն հիմքերը, որի հիման վրա պետք է հյուսիսից Հայաստան, Ադրբեջան, Վրաստան սահմանից սկսել սահմանազատման գործընթացը։ Հաշվի առնելով, որ դրա մի կտորը իրականացվել է Գիրանցի, Բաղանիսի եւ Ոսկեպարի հատվածում, հիմա հարցեր են, չէ՞, առաջանում, ինչ խնդիր է առաջացել եւ ինչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատման գործընթացի հետ կապված համատեղ հայտարարությունից հետո որևէ process գոյություն չունի։ Եվ երրորդ կետը, որը անմիջապես կախված է այս երկու նախորդիվ ասված կետերի հետ, դա վերաբերում է առաջնագծում առկա իրավիճակին։ Մեկ ամսից ավելի է, դուք հաճախ նաև լուսաբանում եք այդ թեման, որ սահմանագծի մի քանի ուղղություններով հրադադար ռեժիմի խախտումներ են արձանագրվում։ Չնայած այն հանգամանքի, որ իշխանությունը առաջին մեկ շաբաթվա ընթացքում փորձում էր քողարկել այդ հանգամանքը, հետագայում ըստ սահմանամերձ հատվածներում ապրող մեր հայրենակիցների ճնշումներ էր գործադրվում թիմ ուժային կառույցների մակարդակով ինֆորմացիա դուրս տալու տեսանկյունից, բայց այնուամենայնիվ իրավիճակը մի այնպիսի կետի հասավ, որի պայմաններում այլևս տեղեկատվություն չսփռելը պարզապես անհնար էր։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադար ռեժիմի խախտումները, սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի, եւ դա վնասում է այն միֆականացված ողջ տեսլականը, որը իշխանությունը անընդհատ ներկայացնում եւ տապալում է։ Դրա տապալումները տարբեր փուլերում արտահայտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների օկուպացիայով 21-23 թվականի ընթացքում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայով եւ այլն։ Այսինքն այս դեպքում էլ դեռ պարզ չէ, թե սրա հետևանքները ինչպես կարտահայտվեն Հայաստանում եւ ինչպես դրանք կարտահայտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Հարցի պատասխանը, թե ինչու է միջև այս պահը հրադադար ռեժիմի խախտումներ արձանագրվում, ինչու է թիրախավորվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչու իշխանությունը այս իրավիճակում որպես համարժեք քայլ դիտարկում է պարզապես լռելը
չարձագանքելը եւ պարզապես քողարկել իրավիճակը, դա արդեն ինքնին խոսում է այս իշխանության մոտեցումների եւ այս 7 տարի ընթացքում իրականացած այն քաղաքականության հետ, որի վնասներն ու ձախողումները